եւ պիտի արձանագրեմ, որ առաջինը մենք երկու անգամ գեր ծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ուզում եմ հիշեցնել 2021 թվականին մենք ինչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն են ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունեցել են, բայց ձեզ հայտնի պայմաններում եւ միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների եւ այդ մարտահրավերներին արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի առաջիկա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հատվածը, մասնավորապես մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Ես ուզում եմ արձանագրել, որ այո, մենք պետք է հստակ արձանագրենք, որ ըստ էության խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, այդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ process-ները եւ այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից եւ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետքա ձեռնարկի միջոցներ եւ մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաեւ այդ պարտավորությունը ստանձնել ենք եւ վերաստանձնել ենք իհարկե նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեին եւ ասցին հարցադրեցին թե իսկ ինչու այդ խնդիրները մինչեւ օրս լուծված չեն մենք էլ փորձեցինք բացատրել եւ իրականությունը հենց այդպիսին է որ խաղաղության բացակայության միջավայրում նման հարցերի լուծումը էականորեն դժվարանում է, որովհետև գիտեք, պետք է շատ հստակ եւ ուղիղ ասել։ Եվ նախորդող շրջանում 2021 թվականի ընտրություններին հաջորդած եւ 2020 թվականի ընտրություններին հաջորդած շրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության գերկենտրոնացումը եղել է խաղաղության օրակարգը եւ բոլոր հնարավոր ուժերը եւ էներգիան կենտրոնացվել են այդ խնդրի լուծման վրա։ Ու սա ունեցել է նաեւ շատ էական պատճառ 2021 թվականի օգոստոսի 24-ին այս դահլիճում հաստատված կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը սկսվում է արձանագրումով, որ Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը ժողովրդի առաջ խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունն է եւ մեծագույն ջանքերը եւ մեծագույն էներգիան ուղղվել է այդ պարտավորությունը կատարելու վրա, չնայած լավ լուրն այն է եւ սա իսկապես շատ հիշարժան փաստ է, որ այս ընթացքում, ինչպես ես առիթ ունեցա նշելու, Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շարունակել է բնականոն զարգացումը, այլև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճը ըստ էության բարձր է եղել նախորդող շրջանում եւ աշխարհի միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից, բայց նաեւ պիտի ես ուղիղ ասեմ, այսպիսի շեշտադրմամբ թերևս առիթ չեմ ունեցել ասելու, որ այդ թվում Հայաստանում հաստատված քրեա օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու process-ները ակնհայտորեն հիմա կարող եմ դրա մասին խոսել, որովհետև դա արդեն արտահայտվել է, դա արդեն բացահայտ է, դա արդեն ակնհայտ է, այլևս գաղտնիք չեմ ասում, պարզապես ձևակերպում եմ այն, ինչ բոլորի աչքի առաջ է։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեա օլիգարխիկ ռեժիմը արմատախիլ անելու process-ները իրենք
ուղեկցվել են եւ պիտի ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Եվ դրանք նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եվ եղել են այո իրավիճակներ, ես չեմ ուզում թաքցնել սա այլևս, եղել են իրավիճակներ, երբ որ մենք հասել ենք մի գծի, երբ որ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհանուր գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության համար անվտանգության սրված սպառնալիքների տեսքով։ Եվ սա մի բան է, որը ես պարտավոր եմ ասել եւ արձանագրել ազգային ժողովի 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները ամփոփելիս։